Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, եթերում պրեսինգն է, այսօրվա իմ զրուցակիցը քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանն է։ Շնորհակալ եմ, պարոն Մարտիրոսյան, հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ, բարի ձեզ։ Ուզում եմ խոսենք իմպիչմենտի գործընթացի մասին, որը նախաձեռնել են Արթունենք խումբը, Նարեկ Մալյանը հասարակական հանրային գործիչ, Լեհաստանի նախկին դեսպան, հանրային քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հիմնականում նրանք են այս նախաձեռնությունը իրականացնողները։ Ձեր տեսակետն եմ ուզում իմանալ այս գործընթացի մասին, որովհետև կարծես թե դաշտում ամենակննարկվող թեման է, եթե չասենք օրակարգը թիվ 1։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Այո, իրականում գոնե թե վերջին շրջանում իմպիչմենտի թեմային հաջողվել է դառնալ օրակարգ առաջնային, ինչու որովհետև առաջնային ֆունկցիոնալությունը դրվում է դիմության վրա եւ նրա գործունեության վրա։ Այս ժամանակահատվածը գոնե թե սրբազան շարժումից հետո ակներով դարձրեց այն հանգամանքը, որ այն ստատուս քվոն, ճակերտավոր ստատուս քվոն, որը որ կա Հայաստանի քաղաքական դաշտում, ինչ որ մի կերպ պետք է խաթարվի։ Եվ կարծես թե այս գործընթացը հենց այդ խաթարման դրոշակներից մեկն էր իր դրոշակակիրներով։ Իմիջիայլոց նշեմ, որ թե Էդգարի, թե Նարեկի պարագայում նրանք ասում են, որ մենք նախաձեռնողներ չենք երևույթի, այլ նախաձեռնողները այնուամենայնիվ քաղաքական գործիչներն են այս պարագայում, նաև հենց պատգամավորները ֆունկցիոնալ առումով, այսինքն նրանց իրավասությունների շրջանակներում է գտնվում։ Պրոցեսը հետաքրքիր է այնուամենայնիվ այն առումով, որ այլ գործընթաց գոնե թե քաղաքական առումով գոնե թե անհարմարություններ պատճառել Փաշինյանին այս րոպեին եւ այս իրավիճակում չկա։ Բայց կարելի է գալ մի քիչ ավելի սկզբից քաղաքական առումով։ Այնուամենայնիվ իմպիչմենտը իշխանազրկման տեսանկյունից ամենածանր, ամենադանդաղաշարժ, ամենաշատ դերակատարներ ենթադրող քաղաքական գործընթացն է եւ նաեւ ժամանակատար որոշակի առումով, որտեղ որ համաձայնեցման կենտրոնները բավականին շատ են։ Մենք գործ ունենք մի իրողության հետ, երբ որ ընդդիմությունը այնուամենայնիվ պետք է ստանձնի իր դերակատարությունը գործընթաց սկսելու եւ այդ գործընթացը սկսելով եւ ավարտելով ուղղակիորեն չի վերջանում։ Դա մեր պարագայում վերջանում է այն հանգամանքով, որ 3 կարևորագույն հանգամանք։ Նախ, իմպիչմենտի հաջողության գրավականներից մեկը դա հստակ եւ աներկբա թեկնածու ունենալու հանգամանքն է, 1։ Երկրորդը դա հնարավոր կլինի այն պարագայում, երբ որ կա հանրային եւ հասարակական հզորագույն պահանջ, եւ այդ պահանջը ուղղակիորեն համր տեսքով չէ, այլ ունի փողոցներում եւ հրապարակներում կարծիքի արտահայտման եւ ճնշման որոշակի մեխանիզմ, դա հանրությունն է, որը որ պահանջում է դա, եւ երրորդ հանգամանքը այնուամենայնիվ, այսպես ասած, ճամբարափոխությունը, որպես այդպիսին, ինչը ակնկալվում է ԿՊ-ից։ Իրողություններն այնպիսին են, որ ընդհանուր առմամբ կա ընդամենը 34 ընդդիմադիր ձայն, իսկ պրոցեսը մեկնարկելու կամ պրոցեսը իրավական սկիզբ դնելու առումով պահանջվում է 36։ Շարժման մասնակիցները ընթացքի եւ գործընթացի մեկնարկի առումով ճիշտ են ասում, երբ որ նշում են այն հանգամանքը, որ այնուամենայնիվ մենք ոչ թե գործ ունենք այն հանգամանքի հետ, որ 36-ը լինի նոր իրողություն դառնա, այլ սկսենք գործընթաց ընդամենը։ Եվ այդ process-ի առումով տեսնենք, թե դիրքավորումներն ինչպիսին են։ Իմ համար ակնհայտ է, որ այդ դիրքավորումների մեջ ամենաէական եւ կենտրոնական դերակատարությունը ունենալու է ԿՊ-ից եկող ձայները, որոնք որ ամբողջացնելու են գործընթացը։ Եվ սա ամենահետաքրքիր մասն է, որտեղ որ երկու կողմերի արգումենտներն էլ բախվում են իրար եւ ուղղակիորեն կանգնում են։ Ինչ է լինելու 36 ձայն եւ իմպիչմենտի պատրաստ ստորագրություններից հետո։ Այստեղ հանրությունը կարող է հարց տալ եւ կարող է հետաքրքրվել, որովհետեւ ինչ որ չափով նաեւ դառնում է մաս այդ process-ի։ 36 ձայնը ապահովելուց հետո, ինչը կարծես թե մեծագույն խնդիր չի եւ պատիվ ունեմի համար եւ Հայաստան դաշինքի համար։ Ինչ է լինելու հետո։ Եվ այդ հետոյի ակնկալիքները եւ պատասխանները, ստացվող ակնկալվելիք պատասխանները, կարծես թե այս փուլում մնում են առանց պատասխանների։ Հակադարձել այն իմաստով, որ ըստ էության հիմա Հայաստան դաշինքը համաձայն չէ այդ գործընթացի հետ։
մենք տեսնում ենք ընդդիմության դաշտում լուրջ տարաձայնություն։ Մեջբերեմ հայտարարությունից մի հատված Հայաստան խմբակցությունը ասում է միաձայնությամբ վերահաստատում է իր պատրաստակամությունը տրամադրել մեր բոլոր 28 падգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 падգամավորի ստորագրությունը, ինչպես նաև հրապարակավ կհայտարարեն իմպիչմենտի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության եւ պատրաստակամության մասին, եւ շատ հետաքրքիրն այն է, որ եւ այս հատվածը վերջին հատվածը Հայաստան խմբակցության падգամավորները այնպես խրոխտաբար, հերոսաբար տարածում էին, որ այս գործելավոճը կասկածներ է առաջացնում արդյոք նախաձեռնությունը ուղղված է Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն, թե դրա տակ թաքնված է Հայաստան խմբակցությանը թիրախավորելու նպատակ։ Իբր թիրախավորված չէր ընդդիմությունը, հիմա այս նախաձեռնությունը թիրախավորելու է։ Ո՞վ պետք է քաղաքականություն անի։ Իրենք։ Այո, իրենք։ Թե մենք։ Այսինքն թե հանրությունը, երիքա ինչքան ժողովրդին ասում էին ժողովրդը չան, ժողովրդը ամեն ինչ արել է։ Հայրենիքի փրկության շարժման ժամանակ գնացել է։ Դիմադրության շարժում գնացել է։ Բագրատ Սրբազարյանին գնացել է, այս ժողովուրդը էլ ինչ անի։ Հիմա եթե իրենց թվում է ընդդիմադիր падգամավորներին, որ իրենք մանդատ են ստացել, որ Նիկոլ Փաշինյանին հարց տան կամ ու դա տեսանկարահանեն կամ ելույթներ ունենան, հազար ներողություն մեր տաղավարում, այն տաղավարներում այնքան խելացի մարդիկ են գալիս, իրենցից էլ հազար անգամ լավ ելույթ ունեցող, լրագրողներն էլ իրենցից լավ հարց են տալիս։ Հիմա ի՞նչն է իրենց դեմ ուղղված։ Երբ որ դուք ասում եք իրենց դուք նկատի ունեք Հայաստան դաշինքին։ Բացառապես Հայաստան դաշինքին։ Հա, որովհետև տվյալ դեպքում իրենք ասում են կհամաձայնենք, եթե դուք էս ապահովեք, եթե ապահովել դեպքում դուք ում եք պետք է։ Տիկին եկեք իրենց անձնական պատասխանատվության չափաբաժինները իրենք անձնապես պատասխանեն։ Ես որպես քաղաքագետ ես քաղաքական տեսանկյունից նշեմ process-ների մեջ եղած բացերը, որոնք որ կամ ռիսկերը, որոնք որ իմ կարծիքով քիչ թե շատ գերագնահատված են կամ ապահովագրված են։ Այո, քաղաքականությունը ենթադրում է ռիսկայնություն։ Այդ ռիսկայնության մեջ դուք պետք է մտնեք։ Այդ ռիսկայնության հաշվառումը այնուամենայնիվ պետք է ունենաք։ Իմ կարծիքով այս երևույթի մեջ այդ ռիսկայնությունը մի քիչ գերագնահատված է եւ ձախողումից վախը մի քիչ ավելի շատ է, քան իրականում դա գոյություն ունի։ Հայաստան դաշինքի падգամավորները ամեն քարորիայի չորեքշաբթի օրը ուղղակիորեն կաշվից դուրս են գալիս, ոմանք կհամաձայնվեն, ոմանք չեն համաձայնվի, որպեսզի հանրությանը ներկայացնեն Նիկոլ Փաշինյանի սնանկության աստիճանը, մակարդակը։ Դա որքանով ներողություն լրագրողներից լավ իրենք չեն արել, լրագրողները քաղաքական գործիչներ չեն, այլ քաղաքական գործընթացները Նիկոլ Փաշինյանի ով լինելը մենք ցույց ենք տվել։ Ես որևէ կերպ չեմ ուզում մտնել այն դիսկուրսի մեջ, թե ով ինչքան բան է անում եւ ումից ինչքան շատ ակնկալի կա։ Հա, բայց падգամավորը ուրիշ բան չէ, պետք է անի, ոչ թե խոսի քաղաքականության մասին, այլ քաղաքականություն անի։ Միանշանակ։ Սա եմ ասում, ընդամենը։ Իմ արձագանքի հետ երևույթին հետեւյալն է. իմ կարծիքով ռիսկայնության չափաբաժինը, որը որ իրենք գնահատում են, մի քիչ գերադրական աստիճանի է։ Այդ իմպիչմենտի գործընթացը իրենք ամեն քարորիայի 4-շաբթի կամ 5-շաբթի օրի հարց ու պատասխանի ընթացքում անում են, հայտարարությունների ընթացքում անում են, բայց դա բավարար չէ, դրանից որևէ process եւ այն ստատուս քվոն, որի մասին որ ես խոսեցի, հա, չի խաթարվում։ Սա մի գործընթաց է, որը որ խաթարում է ստատուս քվոն, այսինքն նախաձեռնողականության մեկ level up անելու նոր տեսադաշտեր եւ նոր հանրույթներ, նոր երևույթներ ներգրավելու որոշակի գործիք է։ Այդ գործիքից այո, Հայաստան դաշինքը շատ ավելի զգուշավոր է, քան կարծես թե առավոտյան հայտարարությամբ հանդես եկած պատիվ ունեն դաշինքը, որը որ բարձրացրել է այս փուլում ամենաեական եւ կարեւոր հանգամանքներից մեկը։ Հավակնորդ։ Այս ամբողջ քաղաքական գործընթացը իմպիչմենտի առումով գալիս եւ հանգում է մեկ կարևորագույն քաղաքական գործոնի, որը որ իմպիչմենտի ողջ տրամաբանության մեջ, որը որ մենք տեսնում ենք շուրջ 1 ամիս, ուղղակի բացակայում է։ Ով է Նիկոլ Փաշինյանի վարչապետության հավակնորդը, որտեղ այս process-ը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին չէ։ Այս process-ը միակ process-ներից մեկն է, որտեղ Նիկոլ Փաշինյանը գործառնական առումով, բացի ազդեցությունից, ֆունկցիոնալ առումով այս գործընթացի մեջ ուղղակիորեն չկա։ Նա թիրախն է այս գործընթացի։ Բայց այդ թիրախը հանդիսանալով
մենք գործ ունենք մեկ մեծագույն խնդրի հետ, որը որ տևական ժամանակ է մեր քաղաքական դաշտում շարունակվում է։ Հավակնություն ունեցողը ով է իմպիչմենտի արդյունքում վարչապետ դառնալու։ Հա, բայց դառնալու։ ցանկացածին կարող են դնել թեկնածու, օրինակ նույն Հայաստան դաշինքը, որը կարող է խմբակցությունից որևէ մեկին գործող падգամավորներից որևէ մեկին նույնիսկ դնել, որովհետև այստեղ կարևորը իշխանափոխությունն է, ոչ թե այդ անձը։ Տվյալ դեպքում իշխանափոխության process-ն է, նպատակը դա է, չէ՞, կարծում եմ։ Երևի թե նպատակը դա է, նշում եմ երևի թե, բայց խնդրում եմ մասնագիտական առումով ականջալու լինեք իմ հետևյալ մտքին։ Որքան էլ որ մենք պոստուլատային առումով ասենք, որ յուրաքանչյուրն էլ կարող է, այնուամենայնիվ յուրաքանչյուրի պարագայում այն խնդիրը, որը որ լուծվում է հանրային ռեսուրսի հավաքագրման առումով, փողոց լցնել, հրապարակներ, այսինքն շարժ ավելացնել, դա ամենակարևոր էլեմենտներից մեկն է։ Մարդը պետք է հստակ, քաղաքացին պետք է հստակ իմանա ուր է գնում, ինչի համար եւ իր ակնկալիքը որն է։ Մերժենք Նիկոլ Փաշինյանին թեզը 4 տարի է չի աշխատում միայն այն ուժով, որ մարդիկ եւ հասարակությունը գնալով մերժելու, չգիտեն թե ինչը ինչով են փոխարինելու։ Նույն քաղաքական էլեմենտը եւ քաղաքագիտական էլեմենտը, բացի կուսակցական տրամաբանությունից, հա, խնդրում են դիտարկել նաեւ այստեղ։ Կարծես թե իմպիչմենտի եւ կողմ եւ դեմ, ճակերտավոր դեմ կողմերը նշում են այն հանգամանքը, որ այնուամենայնիվ իմպիչմենտի գործընթացը առանց հանրային ճնշման, լցված փողոցների, հանրային պրոտեստի անհնար է։ Եվ այս этаպում ինձ համար ամենազարմանալի եւ նորից էլի մասնագիտական տեսանկյունից անհասկանալի երևույթը նա է, որ արդյոք իմպիչմենտի հանրային պահանջի բացակայության պայմաններում դա հնարավոր է գործարկել։ Այսինքն քաղաքական պահանջի բացակայության փողոցները լցված են իմպիչմենտի առումով։ Իսկ ինչ է կարծում չեն լցվի։ Շատ լավ աչքներիս առաջ էր հայրենիքի փրկության շարժումը, դիմադրություն, թե Բագրատ Սրբազաններ են լիդերը, հոգևորական մարդ, հոգևոր, որը իհարկե տավուշում այդ սահմանազատման process-ների վրա կարողացավ գեներացնել եւ բոլոր մյուս քաղաքական ուժերը միացան, չէ՞, այդպես չի ընդդիմադիր ուժերը։ Բագրատ Սրբազանին շատ շնորհակալ պետք է լինենք այն առումով, որ նույնիսկ ապաքաղաքական եւ ոչ շատ քաղաքական գործիքների կիրառման առումով եւ դա նորից էլի հանձնելով քաղաքական ակտորներին եւ որոշիչներին, նա կարողացավ այնուամենայնիվ հանրային ես ավարտեմ, հանրային մոբիլիզացիայի եւ փողոցները լցնելու պրոտեստի տեսանկյունից անել են վարժությունը, որը որ իրեն հաջողվեց։ Շարունակությունը ուղղակիորեն չեղավ այն ուժով, որ դրա քաղաքական շարունակությունը չեղավ։ Ընդհանրապես դրա համար եմ նշում, որ քաղաքական շարունակությունը երկարաձգումը դրա, որը որ պետք է բերեր քաղաքական լուծման, հա, նորից նույն խնդրին ենք մենք գալիս։ Ուղղակիորեն չեղավ։ Ասել նույնը, որ այսօր կդա կարող է տեղի ունենալ առանց հավակնորդի հստակության։ Մի քիչ ռիսկային է իմ առումով, այս առումով, եւ կարծում եմ, որ իմպիչմենտի նախաձեռնողները այս этаպում երկու խնդիր ունեն բարձրաձայնելու եւ դա ավելի շատ բոլդ անելու։ Պատիվ ունեմ այսօր դա արել է, քննարկման առարկա դարձնելով հավակնորդի, այսինքն տեխնացուի քննարկման խնդիրը, որից հետո պատրաստակամությունը միանալու, այսինքն մենք այստեղ խնդիր ունենք, թե այնուամենայնիվ այդ հարցի պատասխանը պետք է տրվի, որից հետո նրանք ուղղակիորեն միանան, որևէ տարանջատում չդնելով, թե դա ով կլինի։ Ես այստեղ որպես մասնագետ կրկին ասում եմ, որ տեսնում եմ բավականին մեծ ռիսկայնություն տեխնացուի եւ հավակնորդի եւ արտա խորհրդարանական հանրային մոբիլիզացիայի միջև։ Հավատացեք, որ այդ կապը կա եւ այդ կապը եւս շատ կարեւոր հանգամանք է։ Եվ իմպիչմենտի կողմնակիցները որպես գործիք կիրառելու առումով կարծում եմ, որ շատ ավելի պետք է կենտրոնանան նաև այդ հանգամանքի վրա, ինչու որտեղ դա հանրային մոբիլիզացիայի տեսանկյունից շատ կարևոր էլեմենտ է։ Դրա բացակայությունը եւ յուրաքանչյուրն էլ կարող է լինել տարբերակը, իմ կարծիքով շատ թույլ եւ չաշխատող քաղաքական գործոն է, որովհետեւ հանրային ընկալումների հետ դրա կապը շատ քիչ է։ Պրոտեստանտ զանգվածները պրոտեստի դուրս են գալիս այն ժամանակ եւ դա հստակ է լինում, երբ որ գիտեն թե ումով են փոխարինելու եւ ինչի համար։ Համր պրոտեստը առանց կոնկրետության պրոտեստը երկար կյանք չի ունենում։
եւ շատ արագ կարող է մարել։ Սա ռիսկ է, որը որ պետք է բոլոր կողմերը ուղղակիորեն հաշվի առնեն։ Անդրադառնալով Հայաստան դաշինքի խնդրին եւ մի հանգամանք էլ կուզեի նշել, որ շատ ուրախալի է, որ վերջապես քաղաքական կուսակցությունները ոչ թե ինտերվյուների եւ ասուլիսների մակարդակով են սկսել իրենց կարծիքը հայտնել, այլ պաշտոնական հայտարարությունների։ Գոնե թե պաշտոնական հայտարարությունը հնարավորություն է տալիս հասկանալու համար ավարտական եւ վերջնական նրանց դիրքավորում, այս պարագայում մենք երկուսն էլ ունենք։ Հայաստան դաշինքը եւս ունի այդ հավակնորդի խնդիրը, գոնե թե իմպիչմենտի տեսանկյունից։ Իմ խորին համոզմամբ Հայաստան դաշինքը շատ ավելի կողմնակից է ընտրական գործընթացների միջոցով քաղաքական լուծումներ գտնել։ 21-ին էլ գտնել։ Դրա մեջ երկարացրեցին 3 տարով Փաշինյանի կառավարությունը։ Դրա մեջ իհարկե բարձր ռիսկայնություն կա։ Շատ մեծ ռիսկայնություն կա։ Բայց խնդիրը հետեւյալն է, այդ ընտրություններն անխուսափելի են։ Եվ այդ ընտրությունների ժամանակը կախված չէ։ Եւ այդ ընտրությունների դա գալու է 26-ը գալու է, չէ՞։ Ուզեն չուզեն։ Եվ այդ ընտրությունների եւ ռիսկայնությունն է բարձր եւ ընտրություններին պատրաստ լինելու ժամկետը։ Մենք ուզենք թե չուզենք, նույնիսկ եթե մենք գնանք շատ մեծ փոփոխությունների, լինի պրոտեստ, լինի ամեն ինչ, պարզ է, չէ, որ Փաշինյանը ունի որոշակի վարժություններ, որոնք որ տալու է։ Դա արտահերթն է լինելու։ Եվ այդ արտահերթի պարագայում եւս բարձր է ռիսկայնությունը, որ Փաշինյանը շատ ավելի պատրաստ կլինի, քան նրանք, ովքեր որ դեռ պատրաստվում են 26-ին։ Այսինքն ամեն ինչ այստեղ շատ հստակ եւ շատ պարզ չէ։ Եվ այստեղ խնդիրը նաեւ նրանում է, թե յուրաքանչյուր ընդդիմադիր խումբ եւ խմբավորում ինչ ակնկալիքներ եւ ինչ հավակնություններ ունի։ Հայաստան դաշինքի հավակնությունները իդեմս Ռոբերտ Քոչարյանի հավակնությունների ինձ համար պարզ են։ Այստեղ կա հստակություն եւ նույնիսկ որպես քաղաքական առաջարկ դա ընդունելի լինի, հնարավոր լինի, բարձր ռիսկայնություն ունենա, ցածր ռիսկայնություն ունենա։ Նա առաջիններից մեկն է, որ խոսել է 26 թվականին ընտրություններին գնալու պատրաստակամության մասին, հա։ Այստեղ կա քաղաքական կոնկրետություն։ Զուտ հռետորաբանության մակարդակով 26 թիվը կմոտենա, մենք կտեսնենք, թե հռետորաբանությունն ինչպիսին է։ Միևնույն ժամանակ ձեզ նշեմ, բոլոր քաղաքական կուսակցությունները, գոնե թե ծանրաքարշները, հա, այսօր այնուամենայնիվ նույնիսկ դրա մասին չխոսելով պատրաստվում են այդ ընտրություններին։ Եվ բոլոր քաղաքական գործընթացները, որոնք որ կդիտարկեք դուք այսօր հանրային քաղաքական դաշտում, նորից էլի խնդրում եմ դիտարկեք առաջիկա ընտրությունների տրամաբանության մեջ։ Այսինքն թե նույնիսկ իմպիչմենտին եմ նայում այդ տրամաբանության մեջ։ Այո, որովհետև ինքը կարող է process-ը զարգացնել, ես զարմանում եմ, թե ինչի ընդդիմությունը չի օգտվում այդ գործիքից։ Ուղղակի, որովհետև խնդրում եմ դուք ասեք։ Ընդդիմությունը ո՞ր ընդդիմությունը։ Բոլոր։ Մենք ունենք ընդդիմություն, որոնք որ այսօր պարլամենտական ընդդիմությունը այսօր բավականին շատ հակասություններ ունի իր մեջ, հա։ Փոխադարձ հակասություններ ընտրական գործընթացների միջոցով, ոչ ընտրական գործընթացների միջոցով, որը որ նաև կարող է իմպիչմենտը լինել, ընտրական գործընթացների խաղի կանոնները պարզ են։ Դրանց դիմակայելու կարծես թե խաղի կանոններն էլ են պարզ։ Պարզ չէ արդյոք հնարավոր կլինի դրա միջոցով փոփոխության հասնել թե ոչ։ Իմպիչմենտի պարագայում եւ կա այնտեղ գոնե հստակ լիդերություն, կա հստակ հավակնություն, կա հիերարխիա, կա կանոնակարգում, այն ինչ որ նախատեսում է ընտրությունը որպես այդպեսին։ Իմպիչմենտի պարագայում մենք այս փուլում, գոնե թե այս փուլում մենք դա չունենք։ Մենք ունենք հետեւյալը, ով էլ ուզում է լինի, բայց իմպիչմենտի process-ը նախաձեռնվի, դրա արդյունքում ընթացքում տեսնենք ինչպես են միանում, նույնիսկ ԿՊ-ից կամ միանում են թե ոչ, եւ ձևավորենք մի իրավիճակ, որտեղ որ հնարավորությունները շատ բարձր կլինեն, եթե լինի արտաքին հանրային լրջագույն ճնշում։ Մենք այստեղ շատ հարցեր ունենք, չէ՞։ Ես նորից եմ ասում, իմ գնահատականը բացարձակապես քաղաքական կոնյունկտուրային չէ, այլ մասնագիտական ուղղակի։ Ես իմպիչմենտի մեջ տեսնում եմ հզորագույն հնարավորություններ։ Մի շարք կոմպոնենտների լրացման տեսանկյունից իմպիչմենտը հստակություն է պահանջում։ Պետք է լինի հստակ փոխարինման կադր վարչապետի։ Մենք մի պարագայում, այսինքն գործողության մեջ դնելու պարագայում,
Պատիվ ունի մի պարագայում ասում են, որ մենք չունենք հավակնորդ եւ չունենք տեխնացու, մյուս պարագայում Հայաստան դաշինքի պարագայում նրանք ասում են այո ունենք, բայց մեր հավակնորդը impeachment-ի տեսանկյունից ունի խնդիրներ եւ նշում են մի շարք խնդիրներ։ Այդ խնդիրներն առկա են։ Եվ այդ խնդիրների լուծման տեսանկյունից կամ լուծումներ գտնելու տեսանկյունից երկու խմբակցությունները եւ երկու կուսակցությունները շատ ավելի համակցված աշխատանքի խնդիր ունեն, քան տարանջատվելու։ Իհարկե ես շատ ուրախ եմ, որ տարանջատվում են, դա ամենակարևոր բանն եմ համարում, որ տեղի է ունեցել ընդդիմության դաշտում, տարանջատումից լավ բան չկա, հա, որովհետև ավելի լավ է հստակ լինի, որ ով որ քաղաքական ուժին եք պատկանում կամ ինչ գաղափարախոսության կրող եք կամ որ թիմում եք, քան թե ձևանեն, թե միասին են, հա։ Ձևանել պետք չի։ Դե, դրա համար եմ ասում, շատ լավ է այս տարանջատման process-ը, եթե մի բան լավ եղել է, ինձ թվում է քաղաքական դաշտում այդ տարանջատումն է։ Ես կարծում եմ, որ դուք տարանջատումը գնահատում եմ հետեւյալ կերպ եւ դրա լավագույն օրինակներից մեկը թերևս Գյումրին էր։ Ինձ համար տարանջատման ամենաբարձր օգտակար գործողության գործակիցը նրա մեջ է, որ նրանք յուրաքանչյուր այդ քաղաքական ուժերից յուրաքանչյուրը շատ ավելի բարձր առոգանությամբ եւ բարձր արագություններով է աշխատում իր ընտրազանգվածի հետ։ Գյումրիում նկատի ունեք։ Այո։ Գյումրիով չես կարող վերջի վերջո համապետական process բացատրել եւ դեռ վաղ է թե Գյումրին ինչով կավարտվի եւ ոնց որ թե նույնիսկ կարող եմ ասել ինչ որ իմաստով ԿՊ-ին Փաշինյանին լավ էր ձեռք է տալիս, որ Վարդան Ղուկասյանի պես մեկը լինի այլ ընտրանքը, հա, Չես կարող, թե կարող եսի խնդիրը չի։ Խնդիրը քաղաքական վարժության եւ աշխատելավոճի մեջ է։ Եթե Գյումրիում լիներ մեկ միասնական տեխնացու Վարդան Ղուկասյան, բնականաբար ընտրազանգվածների հավաքագրման առումով այսպիսի աշխատանք չէր տարվի, հա, միայն Վարդան Ղուկասյանի համար։ Եվ հնարավոր է մենք այդ 50%-ի չափաբաժին ուղղակիորեն չհասնենք, այսինքն այդքան մարդ չգնար ընտրության եւ դա այդ ԿՊ-ի հաշվարկը խախտել է ԿՊ-ի պլանները շատ մասնակցություն։ Դա ինչի արդյունք էր։ Դա մասնակցության արդյունքը բերեց եկավ այնտեղից, երբ որ յուրաքանչյուր քաղաքական ուժ շատ սերտ եւ խիտ սկսեց աշխատել իր ընտրազանգվածի հետ, նրանց բերելով ընտրատեղամաս։ Սա է խնդիրը Տիկին Սերյանի, երբ որ նրանք 50+ ուղղակիորեն չկարողացան անցնել։ Մեծ մասնակցայնության հետևը տնային աշխատանք էր կատարված։ Այդ տնային աշխատանքը վերաբերում էր նրան, որ յուրաքանչյուր տեխնացու, որոնք որ շատ էին, հա, մաքսիմալ աշխատել են իրենց ընտրազանգվածների հետ, որովհետև իրենց ընտրազանգվածները իրենց տեխնացուին են ձայն տվել, այլ ոչ թե միասնական տեխնացուին։ Բարձր չէ, որ միասնական տեխնացուի պարագայում, մեկ միասնական տեխնացուի պարագայում, այս մասնակցայնությունը մենք չկարող է եւ չունենանք։ Այսինքն սա նորից էլի մի ռիսկ է, որը որ ցույց է տվել ինչ կլինին հենց այսօր ինչ որ գործընթացներ են գնում, որոնք որ դեռևս չեն կարողանում հասկանալ, բայց դրանց մասին կանխատեսումներ արել ենք, որ ԿՊ-ն այնուամենայնիվ Գյումրին հեշտ չի թողնելու եւ կարծես թե դրա ծիծեռնակները կան։ Օրվա ընթացքում հասկանալի կլինի, բայց մենք ունենք փաստ։ Իսկ փաստը հետեւյալն է. այս վարժությունը ուղղակիորեն աշխատել է Գյումրիում եւ Գյումրիում չի ընտրվել ԿՊ-ն քաղաքապետ։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ մաքսիմալ ռեսուրսներ են ներդրվել, ինչ վարչական ռեսուրս են ներդրվել, կաշվից դուրս են եկել նույնիսկ շուրջ 7000, եթե վախենում եմ սխալվել, 7000 ձայն ավել ստանալու պարագայում նրանք քաղաքապետի ընտրություններում հաղթանակ չգրանցեցին։ Այնպես չի, որ մեծ հաշվով ընդդիմությունն էլ գրանցեց։ Ես դա նկատի ունեմ, որովհետև ուղղակի նույն Վարդան Ղուկասյանը չկարողացավ վերջի վերջո անցնել, եթե չօգնեին մյուս ուժերը, հա, մյուս տեխնացուները։ Ես կարծում եմ, որ Գյումրիի պարագան որքան էլ որ չի կարելի համապետականի վրա տարածել, որովհետև դա մի քիչ ուրիշ էլեմենտներ է, բայց այնուամենայնիվ երևույթներ, որոնք որ այս ընթացքում եւս քաղաքական կոնյունկտուրայի առումով տեսանելի են, կա մասնակցայնության խնդիրը, միասնական տեխնացուի ռիսկայնությունը, այլ տարանջատված աշխատանքը, դրա մասին մենք բազմաթիվ անգամ նույնիսկ ձեր մոտ ենք խոսել, ցանցային տրամաբանությամբ, տարանջատված տրամաբանությամբ մաքսիմալ հավաքագրում ստանալու տեսանկյունից։ Այո, այս վարժություններն աշխատեցին, բայց հանգամանքը հետեւյալն է, շատ ավելի շատ ձայներ հավաքելու պարագայում այս վարժության դիմաց
կամ այս տրամաբանության դիմաց ԿՊ-ն ոչինչ անել ուղղակիորեն չկարողացավ։ Պարոն Մարտիրոսյան, մի քանի ուղղակի ճշտող հարց տամ, որևէ ընդդիմադիր падգամավոր, կրկնում եմ, որևէ ազգային ժողովից, եթե միանում է իմպիչմենտի process-ին, ինքը ինչ վնաս է կրում։ Ես ձեր հարցին երբ որ պատասխանում եմ, որ այդ ռիսկը մի քիչ շատ գերագնահատված է, բացարձակապես ոչ մի, ավելին հանրային որպես падգամավոր հանրային ընկալումների ինֆորմացիոն է ունենում, նույնիսկ բան, չէ, process-ի մեջ ընկնելու, ֆորմի մեջ լինել, նախ կարող է ունենալ մեծ ակտիվություն, երկրորդը շատ ավելի հեշտ կարող է աշխատել իր ընտրողների հետ, ցույց տալ որպես падգամավոր իր ֆունկցիոնալությունը եւ այլն դա դարձնել նույնիսկ դրոշակ իշխանության դեմ պայքարի նրանց հարց տալու եւ այլն դիրքավորվել քաղաքական տեսանկյունից դիրքավորվել որպես падգամավոր այո բայց մենք որպես падգամավոր մինչեւ հիմա երկու խմբակցություններից այդ հարցին իմպիչմենտի իրենց անձնական ուղղված նամակներին անձնական հետադարձ նամակ չունենք Դա բնական է Տիկին Սերյանը։ Դե պատիվ ունեմը այսօր առավոտյան բոլորին է ներկայացված էր ըստ էության խմբակցության ստորագրությամբ։ Այնուամենայնիվ որպես խմբակցության անդամն էր եւ որպես падգամավորն էր, այսինքն հավաքական է դա ոչ թե առանձին են գնացել, այլ մեկ առանձին էլ լինի, չեմ իմանում։ Այո, դա հնարավորություն տալիս է։ Դա նույնիսկ հնարավորություն է տալիս ընտրություններից 1 տարի առաջ որպես падգամավոր ակտիվանալ, դիրքավորվել, ցույց տալ օգտակար գործողության գործակիցը։ Այո, ես էլ եմ դրա համար ասում, որ այդ ռիսկայնությունը գերագնահատված է խմբակցության եւ քաղաքական ներքին կոնյունկտուրայի տեսանկյունից, հա, նրանք այդքան ձերբազատված չեն քաղաքական, խմբակային եւ իրենց խմբակցության որոշումից։ Եվ այստեղ գալիս ենք նույն հանգամանքին։ Իսկ հանգամանքը հետեւյալն է, որ պատկերացումները այս պարագայում ուղղակիորեն երկու խմբակցությունների process-ի տեսանկյունից ուղղակիորեն տարբեր են։ Երկու հատկապես Հայաստան դաշինքի պարագայում այս հարցին պետք է պատասխաններն ավելի խորքային եւ ավելի լայն լինեն, հա։ Չի կարող ընդդիմությունը անոմալիաներից մեկը նաեւ նա է, որ չի կարող ընդդիմությունը չունենալ հավակնորդ։ Չի կարող նույնիսկ քաղաքական կուսակցությունը, եթե նա քաղաքական կուսակցություն է, չունենալ հավակնորդ, որովհետեւ նրա քաղաքական գործունեության այնուամենայնիվ մարմնավորումը գլուխը եւ ներկայացվածությունը դա հավակնությունն է այդ հավակնության միջոցով է քաղաքական գործունեությունը ստացվում եթե մենք պատիվ ունեմի պարագայում ունենք այս խնդիրը իսկ մենք ունենք այս խնդիրը եւ ես կարծում եմ որ քաղաքական դաշտում պատիվ ունեմի կամ հանրապետական կուսակցության ամենամեծ խնդիրներից մեկը դա հստակ լիդերության եւ հավակնությունների չարցանագրումն է նրանց քաղաքական առաջարկը լիակատար այլ որակ կունենա եւ մրցակցային առումով այլ դիրքավորում կունենա եթե նրանք եւս ունենան հավակնորդ լինի դա ընտրությունների միջոցով թե իմպիչմենտի միջոցով պատիվ ունեմի Հայաստան դաշինքի պարագայում այդ ատրիբուտը չի բացակայում կա այնուամենայնիվ դեմս Ռոբերտ Քոչարյանի հավակնությունների դա կա եւ այս պարագայում նրանց պատկերացումները իմպիչմենտի եւ ընտրության միջև, որքան էլ որ նրանք փորձում են կոծկել, հա, որ եւ նա է հնարավոր չնայած իմպիչմենտի պարագայում տեսեք այս բացերն ու այս խնդիրները կան, բայց այնուամենայնիվ ընտրությունների առումով նրանց դիրքավորումը շատ ավելի հստակ է եւ շատ ավելի կոնկրետ է։ Դուք կարծում եք ընտրություններով հնարավոր է փոփոխության հասնել։ Այլ մեկնել էին նույն ձևով ասում են սոցիոլոգիական հարցումներին մենք ուշադրություն չենք դարձնում, դրանք սուտ են, լուրջ չեն, անվստահություններին հայտնում բաներին ասում էին սրա պատվերով, նրա պատվերով, սրա պատվերով, նրա պատվերով, ձերը կանչեք արեք։ Հիմա 21 թվականին նաև կային քաղաքական ուժեր անհատներ, ասում էին մի գնացեք ընտրությունների։ Ընտրություններով չի լինելու։ Եվ գնացին։ Արդյունքում մենք 23-ին մենք արդեն Փաշինյանի հարցը դրված կլիներ։ Հիմա նորից գնալ 21 թիվ անել 26 թվին 21 թվականին ես եղել եմ այն մասնագետներից մեկը, որ շատ բարձր ռիսկայնություն է տեսել ընտրությունների գնալուց։ Եվ համոզմունք եմ հայտնել մի քանի անգամ, որ ընտրությունները տեղի կունենան հենց այն ժամանակ կամ ընտրությունների Փաշինյանը կգնա այն ժամանակ, երբ որ վստահ կլինի իր հաղթանակի մեջ։
այդ ժամանակ այն կոնյունկտուրան, որը գոյություն ուներ, Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան եւ այլն, կոնսենսուսը միանգամից ձևավորվեց եւ նա գնաց։ Խնդրում եմ ճիշտ հասկացեք իմ միտքը։ Հնարավոր չի ընտրություններին դեմ լինել։ Հնարավոր է հաշվել այդ ընտրություններին գնալու ռիսկայնությունը։ Նույնիսկ 21 թվականին, երբ որ դուք հղում եք անում, այնուամենայնիվ այն ուժերը բոլորը դեմ էին այդ ընտրություններին գնալուն։ Վերջում այնուամենայնիվ գնացին։ Բա ինչ անեին, եթե ամբողջ դաշտը մասնակցում է, արդեն ինչ անեին։ Բա ինչ անենը, նորից էլի վերաբերվելու է 26-ին եւ այդ ընտրություններին։ Դա շատ վատ է, նշանակում է կպահեն Փաչինյանին իշխանության, ավելին ասեմ, կբերեն հակառուսական այդ ուժերին, հա, որովհետեւ իրենք սեփական որոշները, նույն ասենք, հիմա Հայաստան դաշնքի Ռոբերտ Քոչարյանը ինչու չի բացում քաղաքական ուժ։ Մեր սահմանադրությամբ օրենքով պիտի քաղաքական ուժերը չէ մասնակցեն։ Դաշնակցությունը այնուամենայնիվ ինքնուրույն կուսակցություն է եւ ունի իր խնդիրներն ու ներքին տարաձայնությունները նաեւ այդ համագործակցության իմաստով։ Հիմա գնացեք ընտրությունների, բացեք կուսակցություն, քաղաքական process տարեք։ Այլ ձև ես չեմ տեսնում։ Այսինքն հակառակ դեպքում լինում է, որ նորից գնալ նույն բանը անել։ Առավել եւս կրկնում եմ, հակառուսական շրջանակները նախ տևական ժամանակ 2 տարի առաջ է նույնիսկ հայտարարել, որ պետք է ազգային այդ ուժերին պարլամենտից դուրս շպրտել, որովհետեւ ի վերջո Հայաստանը պարլամենտական կառավարման երկիր է, եւ օրեր առաջ դարձյալ նրանք իրենց հարցազրույցներում ասում են, այո, պետքա գնալ պարլամենտում ընդդիմության փոխության։ Հիմա կներեք առիթ է, չէ՞։ Ո՞վ է դա ասել։ Այդ հակառուսական շրջանակներից որոշները, որոնք Փաշինյանի քաղաքական, այսպես ասած, խոսող գլուխներից են ու բավական ակտիվ խոսող գլուխներից։ Հա, իրենք հստակ ասում են, պետք է ընդդիմությունափոխության գնալ։ Պատրաստվել, հա, 26-ով գնալ ընդդիմությունափոխության։ Արեք այս process-ը, եթե դա ձեզ չի խանգարում, դա ձեզ չի վնասում։ Իմպիչմենտը նկատի ունեմ։ Իմպիչմենտը որպես գործընթաց։ Իհարկե։ Ակնկալիք ունենալով, որ գործընթացի ընթացքում են բոլոր ատրիբուտները, որոնք որ այս պահին բացակայում են կլինեն, թող խոսեն դրա մասին։ Թող խոսեն, դրա մասին է խոսքը։ Ով ուզում է առաջարկեք եւ այլն վերջին։ Այսինքն այս իմպիչմենտի մեջ մենք հիմիկվա մեր զրույցի մեջ մենք ավելի շատ խոսում ենք ոչ թե դատապետում ենք իմպիչմենտի երևույթը, բացարձակապես դա հնարավորություն է։ Ես որպես մասնագետ խոսում եմ նրա մասին, որ դրա հնարավորությունները ահռելի են։ Դա մի գործիք է, որը որ քանդում է ստատուս քվոն, որի մեջ մենք հենց այսօր գտնվում ենք, հա, ներքաղաքական ընդդիմություն եւ իշխանություն ստատուս քվոն, հա, քանդում է ուղղակի ընդդիմությանը ստիպում է, որպեսզի նա լինի շատ ավելի նախաձեռնողական եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց մենք մի բան հասկանանք, այն պոտենցիալը, որը որ ընդդիմությունը ունի, դրա ամբողջական ցուցադրությունը կարծես թե անում է։ Դրանից ավելը նա իր համար համարում է ռիսկային, ինչի հետ ես համաձայն չեմ ուղղակիորեն, որտեվ 28 ստորագրությունները դնելու, առավել եւս երբ որ դա process-ի առումով, շարունակության առումով ինչ որ խնդիր չի հարուցում հենց այս պարագայում, տալու եւ պատրաստակամություն հայտնելու տալու խնդիրը մեծ չէ։ Այսինքն, երբ որ նա ձախողվի իմպիչմենտ երևույթը, ինչի ռիսկից շատ բան է անում։ Եվ թող ձախողվի, եթե պիտի ձախողվի, թող ձախողվի, ինչ վնաս։ Բոլոր այն գործողությունները, քանի դուք Փաշինյանին չեք հաղթել, համարվում են ձախողված։ Այո, այդ թվում ձեր պարլամենտում լինելը։ Եւ այդ ինչքան էլ դուք խրոխտ ելույթներ ունենաք, եւ այդ տրամաբանության մեջ շատ ավելի է տարանջատում երևույթը, որին որ դուք շատ կողմնակից եք։ Այդ տարանջատում երևույթը ստեղծում է մի հնարավորություն, ինչին ես շատ կողմնակից չեմ։ Գոնե ես թե միմյանց հետ պատերազմելուն բացարձակապես կողմնակից չեմ, որպես ընդդիմադիր ընտրող, հա։ Հնարավոր է քաղաքական կոնյունկտուրայի մեջ յուրաքանչյուր այդ տարանջատումից իր շահը փորձի վերցնել, բայց ես որպես քաղաքացի, ով որ ուղղակիորեն շահագրգռված է Նիկոլ Փաշինյանի իշխանության ստոպի մեջ, ես դրանից որևէ դիվիդենդ առայժմ չեմ քաղում։ Իմ լավ ընկերներից մեկը մի խոսք ունի, ասում է երկրորդ եւ երրորդ նախագահները կրակում են իրար վրա, փամփուշտը կպնում է ինձ։ Եվ սա դիտարկման առումով այդ ուլտրա քաղաքականացված երկու խմբավորումների պատերազմի տեսանկյունից թե հասարակությունը լավ բան չի քաղում հստակության տեսանկյունից, հա, էլ չասեմ Նիկոլ Փաշինյանի մասին, սա ուղղակիորեն դիրքավորում է, որը որ ես ունեմ։ Նորից էլի պնդում եմ հետեւյալը. երկու հանգամանքի մասին կա իմպիչմենտի տեսանկյունից կատեգորիկ լռություն։ Ես կողմնակից լինելով ստատուս քվոյի քանդմանը եւ իմպիչմենտի գործարկմանը կոչ եմ անում եւ խնդրում եմ
այս երկու կոմպոնենտների մասին խոսակցությունը շատ ավելի թող խորանա։ Դա կբարձրացնի ուղղակիորեն իմպիչմենտի գործընթացի եւ արագությունները եւ հավաստիացումները նույն հանրային ընկալումների աչքերում։ Հավակնորդի խնդիրը, պահանջատիրություն հավակնորդի տեսանկյունից։ Այո, տեխնացուի եւ հանրային process-ի մեջ հանրային լայն պրոտեստանտ զանգվածների ներգրավման, այսինքն թե impeachment-ի մեջ հանրային լայն պրոտեստանտ զանգվածները եւս պետք է իմանան, թե իրենք ինչ ֆունկցիոնալ են ունենալու, ումից ինչ են պահանջելու եւ ինչու համար են դուրս գալու հրապարակ։ Եվ դա բավարար չէ, որ լինի բացառապես հակափաշինյանականությունը։ Դա բավարար չէ, որովհետև դա չի հավաքելու այն զանգվածները եւ այն քանակը, որ կարող է նույնիսկ որոշիչ լինել։ Սրբազան շարժման ֆենոմենը նաեւ նրանում էր, որ դա ռեակցիոն ուղղակիորեն արձագանք էր։ Impeachment-ի պարագայում մենք ռեակցիոնիզմի հետ գործ չունենք, այլ գործ ունենք նախապես կարծես թե պլանավորված իր շարունակությունը եւ տրամաբանությունը ունեցող գործընթացի հետ։ Պարոն Մարտիրոսյան, Ալեն Սիմոնյանը նշել է, որ Ռուսաստանից գումարներ են գալիս Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու համար, դրան զուգահեռ ասել է, որ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության համար անցանկալի ղեկավար չէ, ուղղակի վատ օրինակ է հետխորհրդային տարածքում ընտրված ղեկավար ունենալը, հա, փորձենք հասկանալ սա մանավանդ երբ որ այս հայտարարությունները տեղի են ունենում Լավրովի ու Մատվիենկոյի այցից առաջ, հա, ինչ հետևանքներ կարող է ունենալ եւ առաջիկայում փաստորեն Փաշինյանը նաեւ մասնակցելու է մայիսի 9-ի շքերթին։ Կարծում եմ այո կմասնակցի, կարծում եմ այո։ Այնուամենայնիվ դեռևս այլ ինֆորմացիա չկա։ Այս պահի դրությամբ ասենք, հա, ինչ հայտարարություններ են, ինչ նպատակներ են հետապնդում։ Կապիրկինի հետ էլ էր, չէ՞, հանդիպել Ալեն Սիմոնյանը, դրանից հետո ինչ։ Ես չեմ կարծում, որ այդ հանդիպումները խորքային նշանակություններ ունեն։ Դրանք շատ ավելի հանդիպումներ են ներկայացուցչական եւ ինչ որ մեսեջներ փոխադարձ ուղարկելու։ Ֆիքսման տեսանկյունից մենք պետք է հետեւյալ հանգամանքը նշենք։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունները վատ իրավիճակի մեջ են գտնվում։ Փոխադարձ խորը անվստահության իրավիճակի մեջ են գտնվում։ Չմոռանանք, այնուամենայնիվ մենք չենք դադարեցրել, այլ ոչ թե սառեցրել մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ի հետ ունենք խորը ֆինանսատնտեսական շահեր, որոնք որ առայժմ պահպանվում են, առայժմ, չնայած ռուսական կողմը այնուամենայնիվ եւ ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի տրամաբանությունը նույն խարիսխի մեջ է տեսնում եւ դրանք չի տարանջատում, որքան էլ տեղական կառավարիչները փորձեն դա տեղավորել իրենց քաղաքական շահերի մեջ։ Երկրորդը, մենք շատ ենք խոսել այն իրավիճակի մասին, որ Ուկրաինայի խնդրի հանգուցալուծումից հետո իրավիճակը այնուամենայնիվ Հայաստանի եւ ռեգիոնի տեսանկյունից փոխվել եւ Ռուսաստանը շատ ավելի կենտրոնացած է լինելու իր շահերի ներկայացման տեսանկյունից։ Մենք վերջին շրջանում շատ ենք մեր ինքնիշխանության, պետականության փուչ մեկնաբանությունները լսում եւ պետք է հաշվի առնենք հետեւյալ հանգամանքը։ Աշխարհը այսօր շատ ավելի երկբևեռ, եռաբևեռ է դարձել, քան բազմաբևեռ էր նախկինում։ Այդ բևեռները ունեն իրենց շահերի ներկայացումները եւ այդ շահերի խորացման տեսանկյունից անում են։ Հայաստանը գտնվում է այդ շահերի ծիրում։ Այնուամենայնիվ Ուկրաինայի кейսից հետո մեր ռեգիոնում ներկայացված քաղաքական կենտրոնները շատ ավելի մեծ ուշադրությամբ են հետևելու, թե ինչ է տեղի ունենում։ Փաշինյանը իր գեր նպատակը ունենալով, իր իշխանության պահպանումը ունենալով, առայժմ փորձում է ռուսերեն լավ բառ կա, լավիրովեց, հա, այս մակընթացությունների մեջ մնալ, հասկանալու թե իրեն երաշխիքներ կամ քիչ թե շատ իր գլուխը շոյող որ բևեռն է լինելու։ Կոնտակտները Թրամփի հետ գոյություն չունեն, այդ ադմինիստրացիայի հետ հարաբերությունները չկան ուղղակի, Ռուսաստանի հետ, ռուսական ադմինիստրացիայի հետ եւ Փաշինյան-Պուտին հարաբերությունների որակը առանց դա մեկնաբանելու հնարավոր է տեսնել խորը փոխադարձ անվստահություն։ Սա մեկ փաստ։ Երկրորդը, որքան էլ որ Փաշինյանը փորձում է հիմա երկու քայլ անել պրոեվրոպական
կես քայլ անել պրոռուսական։ Ասում են բալանսավորված քաղաքականություն են անում արտաքին։ Խնդրում եմ ձեզ, բալանսավորված քաղաքականության հիմքում պետք է լինի քո պետության շահերը եւ իրողությունները, որոնք որ դու հաշվառում ես։ Ես չեմ տեսնում այնպիսի շահերի հաշվառում հատկապես արտաքին քաղաքականության տեսանկյունից, որը որ կարելի է գոնե թե մասնագիտական տեսանկյունից մեկնաբանել։ Դա աբսուրդ է արտաքին քաղաքականության մասին առհասարակ, առավելևս բալանսավորման մասին առհասարակ պետք է այս իշխանությունը լռի։ Ինձ համար էական չէ թե Փաշինյանը կգնա Մոսկվա թե չի գնա։ Ինձ համար ամենաեականը նա կլիներ որպես հայ քաղաքացի, թե արդյոք հայկական զորախումբը մասնակցություն կունենա Կարմիր հրապարակում հայրենական մեծ պատերազմի շքերթի մեջ։ Ինչու, որովհետև դա նախ եւ առաջ ոչ թե Փաշինյանի ներկայացվածությունն էր իր խրթին քաղաքական տրամաբանությամբ, այլ հայ ժողովրդի ներկայությունը, հայ ժողովրդի զոհողության առհավատչան այդ օրը այդ հրապարակում որպես շատ փոքր քանակությամբ ազգ լինելով մեծագույն զոհողությունների եւ զոհերի ուղղակիորեն ներկայացումը եւ հարգանք է այդտեղ։ Գումարած դրան ես շատ կուզենայի, որ այդ Կարմիր հրապարակում լիներ մեր հայկական ռազմուժի ներկայությունը որպես ոչ թե խաղաղասեր, ոչ թե տոլերանտ, այլ իր ազգի, իր երկրի մեծ պետության, փոքր պետության համար կանգնած եւ պատիվ ունեցող մարդկանց։ Դա ինձ համար շատ ավելի կարեւոր կլիներ։ Կարծում եմ, որ դա մենք չենք տեսնի եւ իմ գնահատականը Փաշինյանի կեղծ ներկայության կամ ոչ ներկայության, որը որ բացառապես սահմանափակվում է իր քաղաքական շահերը այնտեղ ներկայացնելով եւ այնտեղ ինչ որ հարաբերությունների մեջ մտնելով, դա իմ համար այլևս երկրորդական է։ Այլ հայ ժողովուրդը ինչ ներկայություն կունենա այդ ներկայացուցչական մեծ իրադարձության ժամանակ։ Իսկ այդ դռները կարծես թե փակված են։ Այնուամենայնիվ կարծում եք կհամաձայնեն մի կերպ են մասնակցությունը Մարսում, հա, մասնակցության հնարավորությունը զորախումբ կտանեն։ Կարծում եմ ոչ։ Ես էլ եմ կարծում։ Կարծում եմ ոչ, կվախենան այդքան ռիսկ որտեղից որ։ Ինչու կարծում եմ ոչ, դա կհիմնավորեն նախ եւ առաջ այն քաղաքական նարատիվներով։ Տեսեք, գնացին Էստոնիայում հա ինչ մեղայեկան բաներ։ Ամեն դեպքում տեսնենք հայկական զորախումբի բացակայությունը հայրենական պատերազմի 80-ամյակին եւ ադրբեջանական զորախմբի ներկայությունը հենց այդ միջոցառմանը ավելորդ է չէ խոսել թե հայ ազգը ինչ ներդրում է ունեցել այդ հաղթանակի մեջ եւ ինչ ներդրում է ունեցել ադրբեջանցիները։ Եվ այս պատասխանը պետք է պահանջել։ Իսկ այդ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը թե Ռուսաստանից գումարներ են գալիս Հայաստանում իշխանապողություն իրականացնելու համար, սա ինչ հետևանք կունենա։ Ու ասում են մարդիկ, ովքեր դրսից ահռելի գումարներով են, հա, գումարներ էր ներդրվել իրենց հեղափոխության համար։ Նույն USAID-ի պայթելը, հա, ու այդ ահռելի գումարների չափերը, նույն այդ Սորոսների եւ այլ հետագայում էլ իրենք իշխանության չլինեն, շատ բան կբացահայտվի, թե որ կենտրոնները չի բացառում, կարող է մեկ էլ պարզվել նույնիսկ թուրքական փող է եկել, ասենք արևմտյան ինչ որ երկրի փաթեթավորմամբ օրինակ։ Հիմա նման հայտարարություններ է անում, սա խնդիրներ է, չէ, առաջացնելու հարաբերությունների մեջ։ Խորը խնդիրներ։ Եթե գումարներ են գալիս, փակեք, չէ, աղբյուրները։ Եկեք գանք սկզբից։ Լծակներ ունեք։ Ամեն անգամ դուք նկատել եք, որ Ալեն Սիմոնյանը յուրաքանչյուր երկրորդ նախադասության մեջ իրեն կոչում է քաղաքական գործիչ։ Նկատել եք։ Իրեն թվում է, նա հասկանում է, որ ամեն անգամ երբ որ նա իրեն այդպես կոչում է աշխարհում ինչ որ միտեղ մի քաղաքական գործիչ այդ հայտարարությունից հետո մեռնում է երևի թե։ Ալեն Սիմոնյանը քաղաքական գործիչ չէ, Ալեն Սիմոնյանը պետական այր է, պաշտոն ունեցող եւ այդ պաշտոնատար անձը բոլոր իր հայտարարությունների մեջ երբ որ որդեգրել է անպատասխանատվության չափաբաժինը, օթում կախված լուրերի հանգամանքը, դա նաեւ խոսում է նրա մասին, թե ինչ որակի քաղաքական գործիչ է։ Եվ որ այդ երկու երևույթները չի կարողանում ուղղակիորեն համատեղել։ Հղումները, պետական այրը, երբ որ այդպիսի հայտարարություն է անում օթից կախվածի որակի, նշանակում է եւս ինքը օթից կախվածի որակ ունի որպես քաղաքական գործիչ։ Ինչու՞, որովհետեւ այդպիսի հայտարարության հետևում պետք է լինեն գործողություններ, որով որ պետք է զբաղվի պետությունը ուղղակիորեն։ Իրավ, եթե գալիս են այդ գումարները կասեցրեք այդ գումարները,
ապացուցողական բազան դրա ներկայացրեք։ Դրա համար կա ամբողջական անվտանգային համակարգ, պետություն, պետական անվտանգային համակարգ, երբ որ քո որակը որպես քաղաքական գործիչ այնքան վատն է, որ դու օդից կախված լուրերի որակով ես մեկնաբանություն անում, մոռանալու, որ դու պետական կարևորագույն պաշտոնյա ես, եւ որպես պետական կարևորագույն պաշտոնյա քո խոսքը եւ քաղաքական խոսքը պետք է ունենա կշիռ։ Նշանակում է քո որակ, քո տրված ինֆորմացիան եւս հավասարում է քո կշռին, ցածր կշռին։ Բայց դա կարող է նաեւ սրել դարձյալ առանցայինել սրված հարաբերությունները, չէ՞։ Ես կարծում եմ, որ հարաբերությունները ժամանակին այնքան սրված են եղել, որ ենթադրությունները հատկապես ռուսական կողմում ենթադրությունները եւ ավարտական եզրակացությունները Նիկոլ Փաշինյան քաղաքական գործի եւ քաղաքական պարտների, հնարավոր պարտների կամ ոչ պարտների առումով այդ եզրակացությունները վերջնականապես արված են։ Իսկ եթե օրինակ Փաշինյանը գնա եւ նորից Պուտինի, այսպես ասած, վերաբերմունքին դրական արժանանա եւ հիմա էլ տեղել է, չէ՞, որ գնացել է, հանդիպել է, հետո եկել է, ասել է, այսքան դրանից լավ հարաբերություններ երբևէ չենք ունեցել։ Ես կարծում եմ, որ այդ եզրակացությունը ռուսական կողմը արել է վերջնականապես իր համար, որպես Նիկոլ Փաշինյանին օգտագործման առումով, հա, կարծում եմ այդ վառելիքը որպես այդպեսին Նիկոլ Փաշինյանը որպես վառելիք այլևս քաղաքական վառելիք այլևս սպառված է։ Ռուսաստանի համար։ Այո, իսկ Արևմուտքի տեսանկյունից մենք որ արևմուտքի հետ ենք, ախր արևմուտքն էլ այսօր միասնական չի։ Այո, միասնական չի դա էլ։ Այն արևմուտքը, որը որ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին որպես եվրոինտեգրվող, պետք է Փաշինյանը հասկանա, որ այդ վերաբերմունքը բացարձակապես զրոյական է իր նկատմամբ։ Ես գոնե թե խոսում եմ եվրոպական տան մասին, հա, եւ անդամ պետությունների։ Միացյալ Նահանգների մասին դեռ չխոսենք։ Լսեք, Եվրոպական միություն գնացող կամ Եվրոպական միության եվրոինտեգրումը որպես այդպիսին օրենքի մակարդակով ռելսերի վրա դնող երկրի նկատմամբ գոյություն չունի որևէ պաշտոնական, մասնագիտական, որևէ պաշտոնական որակում, ողջույն գոնե թե։ Ես Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենն եմ, դա իմ մասնագիտական որոշակի ուղղվածությունն է։ Ես դեռ չասեմ, թե փորձագիտական առումով ինչպիսի զարմանքի են գալիս մարդիկ, երբ որ շատ երկար ժամանակ զբաղվում են այդ գործընթացով, հատկապես արտաքին մեր գործընկերները, հա, եվրոպացի, եւ իմանում են, որ սա ինչ որ բան է։ Նախ, դրա մեջ կա խորը անհավատություն, որովհետեւ եվրոպացիք շատ պատշաճ են եւ իրավակարգավորումներին շատ են հետևում եւ առաջի խնդիր, երբ որ նրանք տեսնում են, որ սա ինչ որ քաղաքական ֆարսի է նման եւ դրա մեջ լրջությունը շատ քիչ է։ Միևնույն ժամանակ նրանք ովքեր որ սրանով զբաղվում են, միանգամից խոսում են սեպայի մասին։ 355 էջանոց սեպայի մասին, որը որ ուղղակիորեն ճանապարհային քարտեզ է, ոչ թե ֆարս, այլ ուղղակի ճանապարհային քարտեզ, որը պետք է գործարկվեր որպես այդպիսի, որը վավերացվել է եվրոպական բոլոր երկրների պարլամենտների կողմից 2017 թվականին Հայաստանի եվրոպականացման ոչ թե պրոպագանդիստական տեսանկյունից եվրոպականացման, այլ քաղաքական համակարգի մրցունակ դարձնելու, քաղաքական եւ պետական ինստիտուտների ավելի կայացման տեսանկյունից ինչ որ օգտակար երևույթ է, լավ կառավարման, եվրոպական արժեք հանդիսացող լավ էֆեկտիվ կառավարում ձևակերպելու առումով պրոֆիտը բավականին մեծ պետք է լիներ։ Մեկ բան է սեպան եւ մեկ բան է դրա անկալումները հենց եվրոպացիների կողմից եւ մեկ այլ բան է Հայաստանի եվրոինտեգրումը դատարկ, առանց ոտքերի եվրոինտեգրումը։ Ըստ էության որևէ մեկը չի արձագանքել, որևէ մեկը չի խոստացել, որ Հայաստանը Եվրամիության անդամ է դառնալու, բայց ինձ հետաքրքիր էր այդ ամբողջ process-ի մեջ երկու հարց։ Այո, բոլորս հասկանում ենք, որ դա այն ճանապարհային քարտեզը չէ, այն քայլերի հաջորդականությունը չէ, որով դառնում են նույնիսկ Եվրամիության անդամ պետություն։ Այսինքն դա պահանջում է որոշակի ընթացակարգ, որին չի համապատասխանում եւ շատերը այո ասում են, որ Փաշինյանը եւ նրա թիմը սա ուղղակի, այսպես ասած, օգտագործում են իրենց նախընտրական նպատակներով։ Բայց այստեղ երկու հարց է առաջանում։ Առաջինը, եթե
դա իսկապես անլուրջ process է, ապա ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ դրան կոշտ արձագանքում են Ռուսաստանից միանգամից մի քանի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներ, փոխվարչապետը Վերչուկ, անվտանգության խորհրդի քարտուղար, հա, Մեդվեդև, Շոյգու, Գալուզին, Պիսկով, Լավրով, արտգործնախարար, մնացել է Պուտինը դրան արձագանքի։ Տիկին Սեյրանյան, ռուսական կառավարումը ունի տրամաբանություն։ Կարծր, չոր տրամաբանություն, ոչ ճկուն տրամաբանություն։ Եվ այնուամենայնիվ նրանց արձագանքները կապված են մի քանի հանգամանքներով։ Այդ հանգամանքները նրանց մասին են խոսում, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև գոյություն ունեն ահռելի իրավապայմանագրային բազաներ։ Դա մեկ։ Երկրորդը, մենք երկու տնտեսական եւ անվտանգային առումով առայժմ թղթի վրա կամ գործարկման տեսանկյունից պարտներներ ենք։ ԵԱՏՄ, նորից եմ կրկնում, երկրորդը ՀԱՊԿ։ Մենք գործող անդամներ ենք այդ կազմակերպությունների։ Եվ այդ կազմակերպության որևէ անդամ, որևէ կերպ, որևէ պայմաններում անլուրջ այնպիսի քայլեր չի անում, որը որ ուղղակիորեն ոչ թե իր պարտների հետ համաձայնեցման տրամաբանություն պետք է ունենա, այլ այդ քայլը ուղղված է հենց այնտեղ, ում դեմ իր գործընկերը պատերազմում է։ Այսինքն սա քաղաքական լրջության եւ երկու տարբեր քաղաքական համակարգերի ընկալման տարբերություն։ Տեսեք, դուք նշեցիք 5-ից ավել չինովնիկների անուններ։ Նրանք յուրաքանչյուրը իրենց տրեկով այդ քաղաքական համակարգի տրամաբանության մեջ պատասխանատվությամբ են վերաբերում իրենց գործին եւ աշխատանքին։ Օդում կախված լուրերի եւ քաղաքական գործիչ իրենց կոչելու առումով հայտարարություններ չեն անում, այլ իրենց հայտարարությունների հիմքում ընկած են փաստերը, հանգամանքները, եւ իրենք այդ հանգամանքներին տալիս են լրջության ավելի շատ ծանրություն։ Որ այնուամենայնիվ, երբ որ դուք գնում եք սրան, հասկացեք, որ ձեր գործընկերը, ում հետ որ դուք բացի իրավապայմանագրային տեսանկյունից նաեւ ֆորմատային գործընկերներ եք, որոնցից որ դուրս չեք եկել, նկատի ունեմ եւ ԵԱՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ը, դուք գնում եք հակոտնյա ճանապարհով։ Այսինքն ռուսական քաղաքականության որոշողները շատ լավ հասկանում են, որ Փաշինյանին երկընտրանքի առաջ դնելու կարիք առայժմ չկա, այլ նրա հետ աշխատանքի առայժմ կարիք կա, որովհետև կորուստը վերաբերվելու է ոչ թե Փաշինյանին, որպես այդպիսին, այլ ընդհանրապես ամբողջական Հայաստանին։ Իսկ Ռուբիկոնը անցնելուց հետո հետ գալը շատ ավելի ծանր եւ դժվար աշխատանք է լինում։ Այսինքն ռուսական իշխանությունները աշխատում են հետեւյալ դիվանագիտական գործիքով, աշխատել այնքան, քանի դեռ Փաշինյանը Ռուբիկոնը չի անցել։ Դուք էլ չեք հիշում, չէ՞, որևէ եվրոպացի պաշտոնյա, որը ասած լինի, ոչ միայն ողջունի, այլ ասի նաև, որ դրան ինչ որ քայլեր են հետևելու։ Լսեք, եվրոպական ինտեգրումը դա հայտարարությունների մակարդակ չէ։ Դա ամբողջական process է, գործընթաց է իր շատ մեծ լրջությամբ, իր բյուրոկրատական տրամաբանությամբ, իր իրավակարգավորումներով։ Ողջույնը քաղաքական կատեգորիա չէ։ Հորդորը քաղաքական կատեգորիա չէ, ողջունից հետո կարող է ոչինչ չհետևել։ Իսկ այն գործընթացը, որը որ Հայաստանի Հանրապետությունը օրենսդրական մակարդակով է նախաձեռնել, դա ոչ թե ողջույնի ենթակա է, այլ գործընթացի ենթակա։ Ինչու օրինակ ազգային ժողովում Հայաստան խմբակցությունը դեմ չքվեարկեց այդ նախագծին, չմասնակցեցին քվեարկությանը, պատիվ ունեմ դեմ քվեարկելուց առաջ հայտարարություն արեց, թե ինչու է դեմ քվեարկելու, բավական կոշտ հայտարարություն, ընդ որում պատիվ ունեմը դա Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, որը 2017 թվականին ՍԵՊԱ է ստորագրել, այո, եւ նաեւ եվրոպական ժողովրդական այդ կուսակցության ԵԺԿ-ի անդամ է, այդ եվրոպական ընտանիքի այդ քաղաքական կարևորագույն ուժերից մեկի համագործակցող միավորներից մեկն է։ Այսինքն նրանք լինելով այն ուժը, որը եվրոպական ուղղությամբ լուրջ քայլեր է կատարել քաղաքական առումով, նրանք կոշտ քննադատում են եւ գնում են դեմ են քվեարկում։ Հայաստան դաշինքը ինչու դեմ չքվեարկեց, ինչու չմասնակցեց, լավ դեմ չէիք քվեարկելու, ելույթներ ունենայիք, բացատրեիք։ Իդեպ Սեյրան Օհանյանի հետ խոսում էի այդ բանով, որովհետև ինքը ասել էր, որ ստացվում է բառացի չթիռ, որ անլուրջ process է, չենք մասնակցել։ Ես էլ ասում եմ,
պարոն Օհանյան, իհարկե ոչ եթերում դեռ չենք խոսել այս մասին, ես էլ ասում եմ, լավ, հանեմ, թե ինչքան քվեարկությունների եք մասնակցել։ Ավելին, հա, Արագածոտնի դաշտամակների հարցն էիք նույնիսկ քննարկում, ելույթներ ունենում։ Այս հարցեր, որը կարևոր է, ինչու՞ չէիք խոսում։ Գնայիք, քվեարկեիք կամ խոսեիք, դատապարտեիք, դուրս գայիք։ Ինչու էսպես եղավ։ Ամենահազնությամբ ես չգիտեմ ինչու այդպես եղավ, որովհետև իմ պատասխանը հստակությունը պետք է ենթադրի։ Ես այդ հստակությունը չունեմ, այդ հստակությունը կարող են տալ միայն նրանք, ովքեր որ չեն մասնակցել։ Ենթադրությունս կարող է լինել հետևյալը ընդհանրապես, որպեսզի եւս մեկ առիթ չտրվի Հայաստան Դաշինքին սուպեր պրոռուսականության մեջ մեղադրելու։ Հնարավոր է, որ ենթատեքստը ուղղակիորեն դրան չմասնակցելու եղել է դա։ Պատիվ ունեմ ունեցել է մոտիվացիա դրան դեմ քվեարկելու, որտեղ ունեցել է գոնե թե հանրապետական իշխանության ժամանակահատվածում այդ ահռելի բանակցային փաստաթուղթը եղել է, բանակցվել է, ձևավորվել է, կանգնեցվել է գետնին, համաձայնեցվել է ամենակարևորը եւ իմպլեմենտացիայի որոշակի նախադրյալներ ունեցել է, այսինքն նրանք կարող են ասել, թե ինչու են դեմ կեղծին, այլ կողմ իրականին, որտեղ կողմի հեղինակումը գոնե թե ունեն։ Մյուս հանգամանքը խնդրում եմ ուղղակիորեն իրենցից հարցնել։ Սա ինչու եմ հարցնում, որովհետև այնուամենայնիվ ես կարծում եմ, եթե անձնական հարցությունում ունենային այս երկու ընդդիմադիր թևերի առանձին ներկայացուցիչներ, այդ թվում ղեկավարների մակարդակով, լիդերների մակարդակով Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան կամ մյուս շարքերում, եթե դա լիներ անձնային հարցությունում, դա հեշտ լուծելի խնդիր էր։ Հետևաբար ես այս ամեն ինչում նաև տեսնում եմ արտաքին հետ, ես ուզում եմ սա հասկանալ եւ ինձ համար ինդիկատոր էր նաև այդ քվեարկությունը, այդ ԵՄ նախագծին քվեարկությունը, դրա համար եմ ասում, ամեն մի դաշտամակի թեմա քվեարկել են, հանենք թե ինչքան քվեարկությունների են մասնակցել, հանենք ինչքան ելույթներ են ունեցել, սա կարևորագույն հարց էր։ Եվ այսօրվա աշխարհում, ինչպես իմ տարբեր զրուցակիցներ, քաղաքագետներ, անվտանգության մասնագետներ հստակ ասում են, այո, այսօրվա աշխարհում պետք է հստակ կողմնորոշում ունենաս։ Հստակ, այլևս եւ բան այդ, հա, չի լինելու դա, հստակ։ Դրա համար եմ ասում, գուցե արտաքին խնդիր կա, այս կողմնորոշումների հարց կա։ Գուցե եւ կա։ Որտեւ անձնական հարցը հեշտ լուծելի է, չէ՞։ Ամեն դեպքում։ Շատ խորքային հարց եք տալիս, որի պատասխանը ես չունեմ եւ ինձ էլ հետաքրքիր կլինի ձեր ենթադրությունների եւ հարցերի պատասխանը ուղղակիորեն լսել։ Իմ մեկնաբանությունները Անեմ, որ պատասխանեմ։ Հասկանում եք, որովհետև բնականաբար որևէ մեկը չի ասելու դա, բայց մենք քվեարկություններից կարող ենք, չէ՞, հետևություններ անել, որպես քաղաքագետի եմ հասնում։ Քվեարկությունները մենք դրանով ենք, չէ՞, նաև առաջնորդում։ Ես փորձեցի մասնագիտական առումով ձեր հարցի պատասխանը տալ։ Մի նկատառում ուզում եմ անել։ Շատ տևական ժամանակ Փաշինյանի իշխանության թուլացնելու գործընթացում անհաջողություններ գրանցելով եւ որոշակի նաեւ հաջողություններ գրանցելով մեր ընդդիմությունը գտնվում է որոշակի կոմպլեքսների եւ ֆոբիաների մեջ։ Այդ ֆոբիաները վերջի ժամանակահատվածում շատ ավելի խորացել են։ Այդ ֆոբիաները եւ կոմպլեքսները անընդհատ հարցակումների պահանջատիրության մեջ գտնվելով նրանց եւս պետք է ասենք, որ մաշեցրել են, հա։ Առավել եւս, որ հիմա իդեմս իմպիչմենտի նրանց վրա շատ ավելի մեծ եւ ծանր ուղղակիորեն բեռ է դրվում։ Ես չեմ կարծում կրկին, որ մենք մեր ֆրոնտում պետք է պատերազմենք միմյանց մեջ։ Ես կարծում եմ, որ այո, հստակությունը տարանջատումների շատ կարևոր է, բայց այդ տարանջատումները չպետք է վերածվեն փոխադարձ պատերազմների։ Մեկ կանոնի եւ մեկ ուժի ներքո։ Դրանից երկու կռվողներն էլ թուլանալու են, իրենց ճիշտը ապացուցելու են, բայց այդ ճշտի քաղաքական կիրառումը տեղի չի ունենալու։
Եվ դրանից շահելու է Փաշինյանը։ Հա, բայց մեկը, ինչպես ասացինք, impeachment-ը ոչ կծանշուն է, ոչ, չգիտեմ, դրան մահացու կծելու է, ոչ էլ բան են անելու, հա, մահվան է հասցնելու եւ այլն։ Դա կարեւոր է ինչ որ նաեւ առաջին հերթին քաղաքականություն անելու համար։ Հիմա մենք խոսում ենք պարոն Մարտիրոսյան ու շատ-շատերի հետ, գրեթե ամենօրյա ռեժիմով մենք հարցազրույցներ ենք անում եւ այլն։ Մարդիկ գրում են. «Մենք արդեն վաղուց գիտենք ով է Փաշինյանը»։ Քայլեր արեք։ Ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանին, Բագրատ Սրբազանին ասում էին, որ այնուամենայնիվ լիդերի հետ կապված խնդիր է լինելու, եւ ինքը կաշկանդված է եւ սահմանադրությամբ եւ հոգեվոր հա իր ծառայությամբ, որովհետեւ նա Կանադայի քաղաքացի է։ Եվ եթե Բագրատ Սրբազանը մտածում էր, որ Փաշինյանենք որ սահմանադրություն են խախտել, իրենք էլ կարող են անել, իրենց շրջապատի մարդիկ, ես ասում եմ ոչ։ Վերջի սահմանադրությունը մեր երկրի մայր օրենքն է։ Չպետք է թույլ տանք, որ որևէ մեկը ոտնձգի։ Դա լինի Փաշինյանը, որևէ մեկը։ Եվ երկրորդ բանը, հոգեվոր ծառայության մեջ է նա։ Իհարկե, սառեցրել էր ժամանակավորապես եւ այլն, բայց մարդը ինձնից անձնազոհություն է պահանջում։ Եվ որ ինքը, այսպես ասած, երկու լեվալ պաշտպանություն ունի։ Մեկը ինքը այլ երկրի քաղաքացի է, եւ գնամ կյանքս զոհեմ, բայց ես այլ երկրի քաղաքացի չեմ։ Չէ, պաշտպանված եմ, ոչ էլ սքեմ ունեմ։ Հիմա Բագրատ Սրբազանի գործողությունների ոչ թե քննադատությունը, այլ մեկնաբանությունը տալիս եք ենթադրելով, որ ի սկզբանե նա մտավ մի գործընթացի մեջ, որի վերջակետին պատրաստ չէր, եւ քննադատում եք հիմա։ Այո, գոնե քեսից կարող էր հասկանալ, որ պետք է քաղաքական լուծում Հայաստան դաշինքը եւս հիմա հանդես է գալիս այդ դիրքերից, որ չունենալով այն կարողականությունը, որի պարագայում ինքը գրանցելու է հաղթանակ, ինքը մտնի գործընթացի մեջ։ Եվ Բագրատ Սրբազանի եւ Հայաստան դաշինքի նկատմամբ Հայաստան դաշինքը նաեւ եւս այդ ֆոբիան ինչ որ չափով ունի, որ այո ռիսկայնությունը բարձր է, բայց հետո այն քննադատությունը, որ դուք կարող եք ուղղել, բա դու չգիտեիր տրամաբանությամբ, կարող է նաեւ իրեն քաղաքական որոշակի վնասների բերել, այն էլ ընտրություններից առաջ։ Եվ այդ ռիսկայնությունը ինքը հիմա գնահատում է այդպես, որտեղ կարող է արժանանալ նույն քննադատության։ Բագրատ Սրբազանինը այլ դեպք էր եւ նաեւ իր հա նախկերպարի իմաստով, հա խառնվածքի իմաստով, խարիզմայի իմաստով, իհարկե իր խոսքի իմաստով, հա հանրային ընկալումների իմաստով եւ հիշենք որ պահից սկսեց սահմանազատում, տավուշում այդ պրկված կրքեր ընդ-որում մարդ, որը տավուշչիների հետ ամենօրյա հա կիսել է վախերը, անվտանգային հարցերը, մտահոգությունները, չէ, այստեղ շատ կարևոր էր դա։ Բագրատ Սրբազանի խնդիրն այն էր, որ կեսից հետո ի դեպ կարծում եմ, հիմա վստահ եմ ինձ հարձակումների կենթարկեն, նույն Հայաստան խմբակցության մաս կազմող ուժերը թույլ չտվեցին, որպեսզի այլ քաղաքական լիդեր լինի, որովհետև ասացին, չէ, Բագրատ Սրբազանը եւ էր, բայց Բագրատ Սրբազանը չէր կարող։ Դա քաղաքական լուծում է պահանջում, քաղաքական process-ը։ Տիկին Սեյրանյան։ Թույլ տվեցին, թե թույլ չտվեցինը, եւ իրողությունը, եկեք գնահատենք հետեւյալ կերպ։ Պետք է լինի քաղաքական հավակնություն։ Ուներ մարդը, բայց իզուր լավ չի որ ուներ։ Բոլոր քաղաքական կուսակցությունները պետք է ունենան քաղաքական հավակնություններ, որպեսզի իրար մեջ մրցակցեն։ Սա իրենց խնդիրը չի, իրենց միջև գոյություն ունեցող խնդիրները նույնիսկ իրենց խնդիրը չի։ Դա հանրության գնահատման ենթակա գործընթաց է։ Եվ իրենց խնդիրը չհասկացավ ինչ եղավ։ Հանրությանը, ուրեմն հանրությանը առաջարկներ չեն արվել։ Ինչ է նշանակում ուներ կամ չուներ։ Եթե ուներ, դրա անունը հստակ պետք է իմանային։ Ով ինչ ուներ, հանրություն, տեխնացուներ։ Համաձայնման ենթակա կամ ոչ ենթակա։ Հանրությունը չհասկացավ ինչ տեղի ունեցավ, ինքը ընկալում էր Բագրատ Սրբազանին որպես առաջնորդ, բայց այնտեղ պետք է քաղաքական լուծումներ տրվեին, քաղաքական համաձայնությունների պետք է գային արդեն այն բոլոր ուժերը, որոնք այդ process-ին մասնակցում են։ Եվ այդ բaragայում Բագրատ Սրբազանը պատրաստ էր այդպիսի լուծումների։ Ես չեմ ասի, որ Բագրատ Սրբազանը պատրաստ էր, ընդ որում դա պատրաստ եմ իրեն էլ ասել։
Ես չեմ համաձայն, չեմ որ ինքը պատրաստ էր։ Այն հանգամանքը ինչ որ պահից ինքը մտածում էր, որ ինքն է լիդերը եւ վերջ։ Այն դեպքում, երբ որ ինքը կաշկանդված էր մի քանի բանով, խնդիրներ ուներ դա առաջնորդելու իմաստով, օբյեկտիվ պատճառներով, ոչ թե մարդը չէր ցանկանում։ Օբյեկտիվ պատճառներով ցանկանում էր լինել, օբյեկտիվ պատճառներով, այո, ուզում էր փոփոխությունների հասնել այդ մարդը։ Հա, բնականաբար, բայց ինքը քաղաքական գործիչ չի։ Այն հանրային հավաքագրումը, որը որ հաջողվել է իրեն, առայժմ լիդերության որևէ հայտ ներկայացրած եւ չներկայացրածի դեռևս չի հաջողվել։ Մենք նույնիսկ այն ժամանակ ենք ձեր ստուդիայում խոսել այն մասին, որ այս հավաքագրումը շատ լավ է, շատ առողջ է, շատ բնական է, բայց քաղաքական տրամաբանություն է պահանջում եւ քաղաքական լուծում։ Իմիջիայլոց նույնիսկ իմպիչմենտի տրամաբանության պարագայում մենք գալիս ենք հասնում ենք նույն կետի, այն ինչ որ ես ձեր մեր հարցազրույցի հենց առաջին փուլում նշեցի, տեխնացուի եւ քաղաքական հավակնորդի առկայություն։ Դա ամենաէականն է լինելու թե հրապարակի եւ փողոցների հավաքագրման եւ պրոտեստի ակումուլացման, թե հասկանալու, թե այս ժողովուրդը Փաշինյանին ումով է փոխարինում եւ որն է լինելու նրանց միջև եղած տարբերությունը։ Չնայած ինձ թվում է ինչ որ պահից արդեն տեխնացուների անուններ կնշվեն։ Ինձ այդպես է թվում, process-ը նոր է սկսել։ Ավելին ասեմ, քաղաքական նման process-ներում շտապողականությունը կարող է վնասել, հա, իսկ նպատակը իշխանապողության հասնելն է։ Շնորհակալ եմ պարոն Մարտիրոսյան, շատ հետաքրքիր զրույցի համար, հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ իմ հյուրն էր քաղաքական գիտությունների տեխնացու, դոցենտ, եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանը, կհանդիպենք հաջողություն ձեզ։